Այսօր մեզ է միացել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, բարոյ։ Չգիտեմ, ձգում է սենսացիոն համարվելու, բայց այն ինչին ես հանդիպեցի Ադրբեջանի մասով, Ադրբեջանը այն երկրների ցանկում է, որոնք հնարավոր է մասնակցել են Ռուսաստանի խորք դրոնների տեղափոխմանը։ Եթե հանկարծ այդպես է, Իհարկե շատ դժվար է գնահատել այդ ինֆորմացիոն հոսքերում ճշմարտությունը եւ հորինվածքը, բայց եթե հանկարծ այդպես լինի, ես կարծում եմ դա իհարկե անհետևանք չի մնա։ Եվ մենք օրինակ տեսել ենք օդանավի պատմությունը, ադրբեջանական օդանավի պատմությունը, որը դարձյալ չենք կարող ասել ինչ էր մեծ հաշվով եւ ըստ երևույթին Իլհամ Ալիևը կիմանա ինչ էր, բայց շատ հարցեր պարունակող եւ առ այսօր զգալիորեն պատասխաններ չունեցող։ Այդ կճռը մնում է ռուսների ու ադրբեջանի։ Եվ այս տեսանկյունից այո, ես կարծում եմ այդպիսի բաները անհետևանք չեն մնում։ Ինչպիսին կլինեն հետևանքները, ինչ տեսքով կդրսևորեն, դա հարցի մյուս կողմն է, բայց եթե կա իսկապես այդպիսի հավաստի տեղեկություն, ապա դրանք անկասկած չեն մնա անհետևանք։ Տեսեք, այդ ֆոնին հայտնվեց Խանթի Մանսիսկի ադրբեջանցի падգամավորի լքելը Ռուսաստանի տարածքը եւ ապաստան խնդրել Ադրբեջանից։ Դրոնների հարձակման հաջորդ օրն է դա տեղի ունեցել, թեև ձևակերպվում է որպես Սիբիրը թուրքական տարածք արտահայտություն դրա տակ։ Հիմա այս խմորումը իհարկե մեզանից շատ հեռու է, մեզ պետք է որ չառընչվի, բայց երբ խոսքը գալիս է արդեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոշտությանը, մեզ համար կարևոր է իհարկե, չէ՞։ Անկասկած, հիմա այդ հեռու մոտիկը արդեն շատ հարաբերական է դառնում այսօրվա թե արագընթաց աշխարհում եւ թե նաեւ այն տրամաբանության մեջ որ կա այդ համաշխարհային պատերազմի, փաստացի համաշխարհային պատերազմի եւ իհարկե ռուս-ադրբեջանական հարաբերության այդ լարվածությունը անկասկած առնչություն ունենալու է նաև մեզ, քանի որ դա Կովկասի համար նաև նշանակալի գործոն է եղել միշտ որպես հարաբերություն ինքնին եւ լինելու է անշուշտ, բայց այստեղ կա հետեւյալը, մենք երբ օրինակ խոսում եմ, որ անհետևանք չի մնա, սա ամենևին չի նշանակում, որ օրինակ ռուս-ադրբեջանական հարաբերությունը օրակարգի կամ բովանդակության իմաստով կարող է շատ մեծ ձևափոխումների ենթարկվել, որովհետեւ այնտեղ տարբեր շահերով կառուցվող այսպես հարաբերություններ են, պատիժը կարող է լինել եւ հետո վերադարձ դեպի արդեն առօրյա քննարկումներ կրկնեմ, եթե Ադրբեջանը իհարկե այդպեսի առնչություն ունի։ Մենք ի վերջո տեսել ենք շատ ավելի աղաղակող դրվագներ, բոլորը գիտեն, որ այդ ռուս խաղաղապահները երբ Արցախում զոհվեցին, դա ոչ թե պատահաբար ուղակի կրակել էին եւ սպանել, նկատի ունեմ սեպտեմբերին 2023-ի, այլ պարզապես գնդակահարվել էին, որովհետեւ եղել էին ականատես ադրբեջանական վայրագությունների Արցախի բնակչության հանդեպ եւ Ռուսաստանը շատ լավ այո դա գիտի, բայց կրկնեմ, այստեղ հարաբերությունները շատ ավելի բարդ ճարտարապետությամբ են եւ Ադրբեջանը դրա համար գուցե կստանա իր պատիժը, Ադրբեջանը կամ Ալիևը, չգիտեմ, բայց դա ամենևին պարտադիր չէ, որ հարաբերությունների այսպես ամբողջական ճարտարապետությունը փլուզվի եւ ունենանք լրիվ նոր իրավիճակ։ Ի վերջո Ռուսաստանը շարունակելու է պայքարել Ադրբեջանում ազդեցության համար։ Այդ պայքարը կենթադրի թե որոշ դեպքերում կոշտ միջոցներ, բայց լայն իմաստով իհարկե ենթադրելու է, այսպես ասենք, փափուկ ուժի քաղաքականություն։ Դրա վառ օրինակներից մեկը կարող է լինել ադրբեջանական նավթ տեղափոխող նավի հայտնվելը սանկցիոն ցուցակում Ռուսաստանի օգտին աշխատող։ Նաև կարող ենք ունենալ այդպիսի տվյալներ, այո, որովհետև գաղտնիք չէ նաև, որ ռուսական գազը այս տարիների ընթացքում Ադրբեջանով շարունակել է գնալ դեպի Եվրոպա, Եվրոպան էլ շատ լավ տեղյակ էր, որ Ադրբեջանը գազ ձեռք բերելով Ռուսաստանից իր գազը արտահանում է Եվրոպա, այսինքն այդ մեխանիզմներին բոլորը քաջատեղյակ են, բայց ցավոք սրտի այսօրվա աշխարհը հենց դա է, երբ կարող են այսպես առերևույթ պատերազմներ լինեն, բայց այդ պատերազմների ներքո նաև բիզնես պայմանավորվածություններ, ինչ որ սխեմաներով ֆինանսական գործարքներ եւ այլն, Ադրբեջանը այդ իմաստով տեղավորվել է այդ շրջանակների մեջ եւ բոլոր ուղղություններով փորձում է առևտուր անել, սա իհարկե ամենևին այսպես հարմարավետ մի շրջան չէ, դա
օբյեկտիվ անելիք է այսօրվա աշխարհում, եթե դու նաև նավթագազային պետություն ես եւ շահերի եւ ուշադրության մեծ կենտրոնում այդ տեսանկյունից, սա իր համար պարունակում է նաև ռիսկեր, Ադրբեջանի համար սա նաև մեծ ռիսկեր է, պարզապես այլ բան չունի անելու Ալիևը, հատկապես այն պարտքի պարագայում, որ գործնականում բոլորի հանդեպ ունի Ղարաբաղյան ագրեսիայի պատճառով, այսինքն այդ ագրեսիան դա բոլորի տված պարտքներ Ալիևին եւ հիմա բոլորը այդ պարտքի հետևից գալիս են պարբերաբար։ Դե Լաչինում կարծես թե հենց պարտատերերն էլ հավաքվել էին, չէ՞, բացի Ռուսաստանից։ Լաչինում հավաքվել էր, այո, այդ թուրքական առանցքը որոշակի, իմ գնահատմամբ այդ հավաքը պայմանավորված էր նրանով, որ շատ մեծ ինտենսիվացում է տեղի ունենում ճանապարհների հարցի, ճանապարհների օրակարգի հանդեպ, Չինաստանն է դրա հանդեպ հետաքրքրությունը ավելացնում, Եվրամիությունը բավական բաց տեքստով է ավելացնում ապրիլից սկսած, եւ այստեղ այդ թուրքական խաղացողները, թուրքական տարը փորձում է ակտիվանալ այն իմաստով, կարծրանալ, բյուրեղանալ եւ իր կշիռը բարձրացնել այդ սակարկություններում, թե Եվրամիության համար, թե Չինաստանի համար, տեսանք ապրիլին Չինաստան այց կատարեց Ալիևը եւ այդ այցի ընթացքում նաեւ ճանապարհների հարցը առանցքայիններից մեկն էր, ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն արեցին եւ այդ հռչակագրում Չինաստան, Եվրոպա, Չինաստան միջանցքի մասին էին խոսում, Եվրամիությունն է բաց տեքստով խոսում միջին միջանցքի մասին։ Եվ այդ ամենից հետո Բուդապեշտում թուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Էրդողանը կոչ է անում, որպեսզի թուրքալեզու պետությունները ավելի ակտիվ աջակցեն թուրքական միջանցքի ձևավորմանը կամ դա նույնն է ըստ ինչ միջին միջանցքը, որ Չինաստանն է շահառում, Եվրամիությունն է շահառում, բայց այստեղ թուրքերը փորձում են արդեն իրենց գինը բոլորի համար բարձրացնել եւ իրենց բնորոշ այդ շահավետ բազմակողմ առևտուր անել։ Տեսանք Լավրովը եկավ Հայաստան եւ այդ ճանապարհների հարցը անկասկած առանցքայիններից մեկն է եղել, որովհետեւ Ռուսաստանը զգայուն է այդ հարցում Իրանի հետ միասին։ Եվ հետո Ֆիդանը մեկնեց Մոսկվա ըստ ամենայնի հենց այդ Թուրքիայի գինը ներկայացնելու։ Հետո էլ հաջորդեց Էրդողանի հայտարարությունը, թեև միջանցք տերմինը այս անգամ հանված էր այդ Ֆիդանը Մոսկվայից, այո, նաև մեկնեց Լաչին, որտեղ տեղի ունեցավ այդ Եռյակի հավաքը, այդ Եռյակի հավաքը ըստ էության հայտ էր, որ մենք այստեղ գործոն ենք եւ մտադիր չենք այդ գործոն լինելուց հրաժարվել, ավելացնելու ենք այդ գործոնը։ Սա հայտ էր, որ Արցախի դեմ ագրեսիայում այդ Եռյակի գործակցությունը կարճաժամկետ չէր, նաև հիշենք, որ հենց 20 թվականի պատերազմից հետո Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը ֆորմալացրին իրենց ռազմաքաղաքական դաշինքը եւ մեծ հաշվով հիմա պարզապես դրա ծավալումն է տեղի ունենում եւ հայտարարեցին, որ մենք այստեղ բյուրեղացնելու ենք մեր գործակցությունը եւ մեր գինն ենք վերցնելու այդ ճանապարհների համար սակարկություններում։ Եվ հետո արդեն այո Իրանին դիմեց Էրդողանը Իրանին, սա ինչ որ իմաստով ակնկալիք լինելուց զատ կարող էր անգամ շանտաժի տարեր պարունակել, որովհետեւ հաջորդեց ուժի ցուցադրությանը եւ ինչ մեսիջ է Իրանին, այսինքն եթե չաջակցես մենք ի վերջո կստիպենք, որպեսզի ինչ որ ճանապարհներով գազ համաձայնության մեզ հետ։ Սա կարող ենք իհարկե դիտարկել այս ենթադրությունները, բայց այն որ սցենարային տարբերակներից մեկը դա է անկասկած։ Եվ այս վերջին նախորդին, եթե չեմ սխալվում, նաև Իսրայելը փորձեց այդտեղ իր բաժնետիրական մասին, այսպես ասենք, տեր կանգնել։ Դա է ուզում ասել, որ Ադրբեջանը երևի առաջին անգամ է բարձրաձայն խոսում Իսրայելի շոշափելի օգնության մասին պատերազմի ժամանակ։ Դե դա նաև իհարկե բոլորի համար տեսանելի էր, այդ ֆիքսվում էին օդանավերը, թե ինչպես են Իսրայելից ժամանում Ադրբեջան հենց 44-օրյա պատերազմի օրերին։ Բաքվի ընդունելու մասին այդ անշուշտ հայտարարությունները եւ Նաթանյահուն Ալիևին շնորհավորելով անկախության տոնի առիթով իրենց խոսել էր, որ շնորհակալություն էր հայտնել, որ Թուրքիայի հետ երկխոսության հնարավորություն է ստեղծում։ Ըստ ամենայնի Իսրայելը փորձում է գալ նաև իր բաժնի հետևից, նաև ակնկալելով այդտեղ ճնշում Իրանի ուղղությամբ։ Արդեն ինչ որ բան Իրանի ուղղությամբ է ասոնանում։ Դե Իսրայելի գլխավոր մոտիվը այստեղ իհարկե Իրանն է, ոչ միայն, բայց նաև Իրանը, որովհետև նաև եթե այդ հաշվարկով ներգրավում է, այդ մեծ սակարկության նաև բաժնետեր դառնալու հնարավորություն ունի, այսինքն իր ձայնն էլ, իր ասելիքն էլ, իր դիրքորոշումն էլ ինչ որ նշանակություն ստանում է արդեն հենց այդ նույն ճանապարհների հարցում, որն առանցքայինն է։ Սյունիքում արտաքին ակտիվացումը լավ նշան է, թե հակառակը, պետք է մտածել ինչ որ
ռիսկեր կուտակելու լավ նշան կարող էր լինել, եթե մենք ունենայինք այդտեղ քաղաքական լուծումներ, բայց քանի որ քաղաքական լուծումներ չկան եւ չեն նշмарվում, որովհետեւ իրարամեջ ռազմավարություններ են բախվում հենց նույն ճանապարհների հարցով, իսկ Սյունիքի հանդեպ հետաքրքրությունը գլխավոր առումով հենց դրանով է պայմանավորված։ Քանի որ քաղաքական լուծումներ չեն նշмарվում, այդ ակտիվությունը պարունակում է փակուղի մոտեցնելու ռիսկ, իսկ այդ փակուղիները սովորաբար հաղթահարվում են էսկալացիոն ճանապարհներով։ Եվ այս իմաստով ակտիվությունը այդքան էլ դրական չէ իմ գնահատմամբ, որովհետև լուծումներ համենայն դեպս չեն նշмарվում։ Եվրոպան մի բան է ուզում, Ռուսաստանը եւ Իրանը մեկ այլ բան են ուզում, հնարավոր է Ռուսաստանն ու Իրանը կարող են անգամ ինչ-որ տարբերություններ ուզել, Չինաստանի խնդիրը կա եւ Թուրքիան այդ ամեն ինչում փորձում է Ադրբեջանի հետ այդ բավական շահեկան սակարկությունը անել, այստեղ առաջանում են ռիսկեր, որովհետեւ քաղաքական լուծում չի նշмарվում, որը կբավարարի առանցքային կողմերին։ Բայց ով կմտածեր, որ ֆրանսիական եւ իրանական հիպոթեզությունները կողքի կլինեն մի վայրում։ Իհարկե այդ մասին խոսվում էր վաղուց եւ նաեւ հիշում ենք նույնիսկ որ Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում Իրանի դեսպանի հետ էր հանդիպել նախորդ տարի էր կամ 2023-ին Արցախի հայաթափումից հետո էր, բայց կարծես թե բոլոր դեպքերում նաեւ կոմունիկացիա կար Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ, բայց վերջերս էլ տեղի ունեցավ որոշակի լարում, այսինքն Ֆրանսիայի արտգործնախարարը Կաննի կինոփառատոնի առիթով, որտեղ իրանցի այդ այլախոհ ռեժիսոր Փանահիի ֆիլմն էր հաղթել, բավական խնդրահարույց արտահայտություններ էր արել Իրանի վարչակազմի հասցեին, վարչակարգի հասցեին, եւ Իրանը արձագանքել էր կոշտ, Ֆրանսիայի դեսպանին էին հրավիրել։ Հիմա արդյոք Իրան ֆրանսիական լարվածություն կծավալվի թե ոչ, որովհետև եթե ծավալվի այդ լարվածությունը, մենք էլ ինչ որ շոշոփ մեր վրա կզգանք այդ առումով, բայց այստեղ իհարկե գլխավոր խնդիրն այն է, թե յուրաքանչյուրը ինչ խնդիր է լուծում։ Գլխավոր հարցը դա է, Իրանի դիրքորոշումը որոշակիորեն պարզ է։ Ֆրանսիայի դիրքորոշումը առաջացնում է հարցեր, օրինակ Ֆրանսիայի դեսպանը Գորիսում այդ պատվո հյուպատոսությունը բացելիս ասել էր, որ Գորիսը եղել է խաչմերուկ եւ դարձյալ կլինի խաչմերուկ։ Հիմա Գորիսը այո խաչմերուկ էր, որովհետեւ Գորիսով անցնում էր Հայաստանի Իրանի հետ կապող միջպետական ճանապարհը, Գորիս-Կապան ճանապարհը, որը անհասկանալի եւ այսպես շատ մութ պայմաններում հանձնվեց Ադրբեջանին, երբ դրա պարտավորությունը թղթի վրա չկար նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, եւ Գորիսի խաչմերուկը այդ ուղղությամբ փակվեց։ Հետո փակվեց Արցախի կորստից հետո նաեւ Արցախյան ուղղությամբ։ Հիմա երբ Ֆրանսիան խոսում է խաչմերուկ դարձյալ լինելու մասին, ինչ է պատկերացնում Ֆրանսիան։ Կապեր որ ուղղությամբ, Գորիսից ճանապարհներ որ ուղղությամբ եւ ինչ ռեժիմով։ Սա շատ էական է, որովհետեւ մենք իհարկե իրավիճակը դատում ենք բարեհունչ հայտարարություններով, որ լսում ենք Հայաստանի մասին, Հայաստանի կողքին լինելու մասին եւ այլն, բայց մենք իսկապես չգիտենք թե այնտեղ ինչ բովանդակություն է քննարկվում այդ ճանապարհային ռեժիմների իմաստով։ Ֆրանսիան մենք տեսնում ենք, որ բավական ինտենսիվ վերջին շրջանում, բավական ինտենսիվ շփումների մեջ է Թուրքիայի հետ։ Դրանք իհարկե ներառում են նաև մերձարևելյան թեմաները, բայց մերձարևել Կովկաս դրանք շահկապված են, այսինքն հնարավոր չէ այնտեղ ինչ որ բաներ պայմանավորվել, որոնք օրգանապես որևէ կերպ չեն ազդելու նաև Կովկասի վրա։ Հիմա արդյոք Ֆրանսիան կարող է Թուրքիայի հետ Սիրիայի հարցում, չգիտեմ, մերձարևելքի հարցում ինչ որ բաներ պայմանավորվել եւ դրա դիմաց նաեւ որոշակի պայմանավորվածությունների գնալ արդեն թուրքական մոտեցումների հարցում Կովկասում։ Ամենայն դեպս մենք տեսանք, որ Ալբանիայում այդ եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության շրջանակում բավական ջերմ էին Մակրոնն ու Ալիևը, այն դեպքում, երբ Ադրբեջանը այդպես ընդգծված հակաֆրանսիական դիրքորոշում ուներ եւ ընդամենը ամիսներ առաջ նույն Մակրոնը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նաև նախարարը իհարկե, ոչ միայն Մակրոնը, հայտարարում էին, որ Ադրբեջանը փորձում է իրենց անդրծովյան տարածքներում ներքին գործերին միջամտել։ Եվ Ադրբեջանը բացահայտ ձևով ֆինանսավորում է այդ ապստամբ շարժումները Նոր Կալիդոնիայում, այլ ֆրանսիական գաղութներում։ Եվ հիմա այդ իրողություններից հետո այդպիսի ջերմ շփում Ալիևի հետ, եւ հետո Ալիևը նաև համաներեց ֆրանսիացի քաղաքացուն, որին բանտարկել էր 2024 թվականին Բաքվի մետրոյում ինչ որ վագոններին նկարելու վրա։ Եվ Կայա Կալասը հետո հայտարարում է Եվրահանձնակատար, որը ապրիլի 25-ին Բաքու էր մեկնել եւ Ալիևի հետ այդ միջին միջանցքի վերաբերյալ էր բանակցել, հայտարարում է, որ ահա
նուրբ եւ լուր դիվանագիտությամբ հնարավոր է հասնել այսպիսի հաջողությունների։ Հիմա ինչի դիմաց է Ալիևը այդ ֆրանսիացուն համաներել, սա եւս հարց է։ Այսինքն այս խնդիրները կան, այս բազմաթիվ հարցերը կան եւ դրա համար եմ նշում, որ այդ ակտիվությունը այս շատ հարցերի եւ շատ քիչ պատասխանների պարագայում այդքան էլ ողջևորող չէ։ Գորիսում հիպատոսություն է ուզում նաեւ Ռուսաստանը եւ արդեն ձգձգումը բերել է դժգոհության։ Ոչ միայն դժգոհության, պաշտպանության նախարարն ասում է Սյունիքում լարվածության ռիսկը պահպանվում է դեռ։ Ես ենթադրում եմ, որ հենց այդ մթնոլորտն է հուշել այդպիսի ձևակերպ։ Եվ Բելաուսովը այդ մասին ասեց դրանից առաջ Ռուբիոն էր խոսել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի բռնկման ռիսկ կա եւ փորձում են չեզոքացնել։ Ռուսական հյուպատոսության հարցում անկեղծ ասած իսկապես տարօրինակ իրավիճակ է, որովհետև ռուսները ասում են Երևանին հարցրեք, Երևանը ասում է դեռ քննարկում ենք։ Ինձ մոտ տպավորություն է, որ հյուպատոսության թեմայի շուրջ հայ-ռուսական այլ թեմաներ են քննարկվում։ Եվ բուն խնդիրը ոչ այնքան հյուպատոսությունն է, ինչքան այդ այլ թեմաները։ Նաև Ֆրանսիայի մասով իհարկե նշենք Իրանի հետ համեմատեցինք, Իրանը գլխավոր հյուպատոսություն բացեց Կապանում եւ սա բավական բարձր է, այսինքն դեսպանատնից հետո ըստ էության դա է հաջորդ աստիճանը դիվանագիտական, իսկ Ֆրանսիան բացեց ամենացածր կարգի պատվո հյուպատոսություն, որտեղ պատվո հյուպատոսը նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացի չէ, այլ Հայաստանի քաղաքացի է։ Իհարկե դարձյալ լավ է, որ Ֆրանսիան այդ հետաքրքրությունը ցուցաբերում է, բայց մենք իհարկե նաև այստեղ կարող ենք հարց տալ, իսկ ինչու հյուպատոսության մտադրություն բարձրաձայնվեց, բայց բացվեց շատ ցածր մակարդակի ներկայացուցչություն։ Ֆրանսիայի դեսպանը բացատրել էր, որ այնտեղ բավարար թվով ֆրանսիացիներ չեն բնակվում, որ հյուպատոսական ծառայությունների համար կարիք լինի հյուպատոսություն բացել եւ այլն, բայց հազիվ թե Սյունիքում այդպես բավարար թվով իրանցիներ օրինակ բնակվում են, ակնհայտ է, որ այստեղ քաղաքական մոտեցումների խնդիր կա եւ ինչու Ֆրանսիան որոշեց ցածր աստիճանով դիվանագիտական ներկայություն ունենալ Սյունիքում, սա եւս հարց է։ Հակոբ, ներքաղաքական առօրյան ինչ է հուշում։ Եթե այդ առօրյայի բովանդակությանը անհամարժեք փորձենք այսպես ավելի եթերային բնորոշում տալ, հուշում է, որ նախընտրական բավական թեժ շրջափուլ ենք մտնում եւ թրիլերային, այսպես ասենք, զարգացումներ են երևի թե արժևում լինելու, մենք տեսնում ենք, որ ընդհանուր քաղաքական ոչ մեկին չի խնայելու։ Չեն խնայելու, իհարկե հիմա ցավոք սրտի աշխարհում կարծես թե որևէ մեկին չի խնայում եւ ներքին կյանքում էլ ցավոք սրտի այդ նույն բանին ականատես կլինենք, մենք տեսնում ենք ընդհանուր քաղաքական իշխանության մակարդակում կոմպրոմատային ակնարկներ են արվում հոգեվոր իշխանության հասցեին։ Սա ընտրությունից գոնե տեսանելիորեն հոգեվորն էլ անպատասխան չի թողնում։ Դե ոչ մեկ չի թողնի, այսինքն բնականաբար ինչ որ պատասխաններ կլինեն, թեպետ տեսանք, որ Գերագույն հոգևոր խորհուրդը պատասխան հայտարարությամբ համենայն դեպս փորձեց չթեժացնել կրակը, այսինքն նոր ցախ չլցնել քաղաքական իշխանության վարած կրակին, բայց համենայն դեպս Նիկոլ Փաշինյանը կարծես թե մտադիր է շարունակել թեժացնել այդ կրակը, որովհետև այն իրեն շատ անհրաժեշտ է նախընտրական տրամաբանությունից ելնելով մի շարք առումներով, ընդ որում թե ներքին, թե արտաքին։ Ինչ կանի եկեղեցին, ինչպիսի քաղաքականություն կամ ինչպիսի վարքագիծ կորդեգրի այս իրավիճակում, սա դեռ կտեսնենք, որովհետև անկասկած է ինչ որ դիրքավորում պետք է ունենա։ Լավ, եւ վերջինը, այդ process-ն էլ կանխորոշում է Բարձրագույն լիգայում ովքեր են լինելու, հա։ Միայն այդ process-ը չէ, իհարկե, շատ բաներ կանխորոշում են նաև արտաքին դաշտում տեղի ունեցող, որովհետև շատ բան կորոշվի, թե այդ արտաքին միջավայրում օրինակ նույն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ ինչպիսի պահանջարկ կձևավորվի։ Կամ նույն տեսանկյունից շատ բան կորոշվի, արդյոք Թուրքիան եւ Ադրբեջանը կհամաձայնեն ընդառաջել Երևանի սպասմանը եւ ստորագրել փաստաթուղթը, որը հնարավոր կլինի կապիտալիզացնել նախընտրական տրամաբանության մեջ, որովհետեւ ակնհայտ է Երևանը այդ ակնկալիքը արտահայտել է Բաքվի եւ Անկարայի ուղղությամբ։ Հիմա կընթառաջեն, ինչ պայմաններ կդնեն, բացի բարձրաձայնված պայմաններից, արդյոք չբարձրաձայնված պայմաններ էլ կդնեն Երևանի առաջ,
Այս հարցերն են իհարկե կանխորոշելու եւ նույնիսկ բացառված չէ, որ հենց այս հարցերի ծանրությունն է, որ Նիկոլ Փաշինյանին օրինակ մղում է այսպիսի առճակատման եկեղեցու դեմ, որովհետեւ արտաքին ընդհանրապես կարծես թե որոշակի այսպես օրինաչափություն է ձևավորվել արտաքին եւ ներքին կորելացիայի իմաստով, որքան բարդ է լինում իրավիճակը, խրթին է լինում իրավիճակը արտաքին միջավայրում, այդքան Նիկոլ Փաշինյանը ներսում գնում է դիմակայություններ սրելու, որովհետեւ այդ դիմակայություններն են իրեն ուժեղացնում։ Այդ դիմակայությունների պայմաններում է, որ նա թե հոգեբանորեն, թե քաղաքական իմաստով իրեն սկսում է լավ զգալ, այսպես ասենք, եւ իրեն սկսում է կենսունակ զգալ։ Հիմա երբ ներսում այդ դիմակայությունները սրվում են, հիմա տեսնում են եկեղեցու հետ հերթական մի գիծ, սա նաև ստիպում է մտածել, որ արտաքին միջավայրում կան բավական ռիսկեր, որոնք շատ ավելի նշանակալի ազդեցություն են ունենալու Հայաստանի ներքին կյանքի զարգացման վրա։ Այսքան, շնորհակալություն, որ եկաք։ Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան։